Բարաշենի աղբավարի սաղ գիշեր բախվում են էլի հարեհաս փրկարարները, հրշեջները գիշեր հրշեջները մի քանի մարտական հաշվարկ էլի տանջում են ամբողջ Բարաշենը, Մասիսը, մի քանի գյուղեր, տո Երևանը էլի ծխի մեջ Բալիս ժողովուրդ չեն Դու ամեն անգամ էլ ուժեղ ալում ամեն անգամ քարշ փրկարաններ, հա Արագիլներն էլ են արդեն փախնում, նայ, արագիլները, ճայերը Հոկտեմբերի 10-ն է, Երևան Դարձյալ Նուբարաշեն աղբավայրում ենք, որտեղ երեկվանից հոկտեմբերի 9-ից հրդեհ է բռնկվել ողջ գիշեր ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականով Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ մի քանի մարտական հաշվարկ հրշեջ փրկարարները պայքարել են մեծ դժվարությամբ, այս անգամ նորից կրկնվելու եմ, վտանգելով իրենց կյանքը, կանխել են կրակի տարածումը, սակայն այս պայն մինչև առավոտ հրշեջներն աշխատել են, ողջ գիշեր, տեղում է եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը, իսկ այսօր արդեն առավոտյան այստեղ են Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարը շատ վտանգավոր պայմաններում են հրշեջները աշխատում չգիտեմ երբ վերջնականապես լուծվելու այս աղբավայրի հարցը կարելի ասել մնացել է օդում կախված ամենաճիշտ տարբերակը իմ կարծիքով նա է որ քաղաքապետարանը պետք է կտրուկ, այն որ ասում է վարչապետը, որ ասում էր մուրճը իմ ձեռքում է, այդ մուրճից մի հատ պիտի քաղաքապետարանը ունենա ու այդ մուրճով կտրուկ միջոցների ձեռնարկի։ Արդեն իսկականից այս հրշեջ փրկարարները մեղք են, մեռան այս կարշահոտ, այս ծուխը շնչելով, այս ծխի պայմաններում աշխատում են նաև էլի են անտեր երկար բանն աղվար քաղաքապետարանի էլի են երկարն այդի որն է սանմա քրման չէ տենց էր չէ էլի են երկարն այմար կարճացրեք էլի քաղաքապետարան ոբշեմ սանմա քրման այդ վարչության աշխատակիցները իրենց բեռնատարներով
քաղաքապետարանը տրամադրել է մի քանի ջրցան մեքենաներ, սա գիշերը աշխատել են, բայց միևնույնն է, պիտի հարցին մոտենալ կտրուկ, խիստ, ամենախիստ միջոցները ձեռնարկել։ Ես արդեն այն համոզման եմ, որ սա միտումնավոր վառում են։ Հակառակ դեպքում այսպես բան չէր լինի։ Արա գոնե այս փրկարարների, հրշեջների, այդ քաղաքապետարանի սանմակրման աշխատակիցների մասին, թող վերջապես երևանցիների մասին մտածեք, Արարատի մարզի, այս ամբողջ ծուխը, այս ամբողջ թունավոր ծուխը նստում է որպես թունավոր ամպ, կարծես, նստում է ամբողջ Նուբարաշենի, Երևանի մի քանի վարչական շրջանները հասնում է սա թունավոր ծուխը, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, մի քանի համայնքներ է հասնում։ Պիտի կտրուկ խիստ միջոցներ ձեռնարկեն, թե չէ ամեն անգամ նման իրավիճակներ, երբ լինում է, հաջորդ օրը օպերատիվ խորհրդակցություն են անցկացնում, ասում են վերջը, մի խոսքով այս Նուբարաշենի աղբավայրը փրկեք, Facebook-յան օգտատեր կար է, Հարությունով, շատ լավ առաջարկ էր արել, քննարկեք այդ մարդուն, մասնագետերին կանչեք, քննարկեք, այս հարցը լուծեք, հարգելի իշխանություն, հարգելի պատասխանատուներ, տվեք, հիմա կասեն Ավինյանի գովքն անում, Ավինյանի գովքը չեմ անում, տվեք լծակ, թող հենց քաղաքապետը խիստ միջոցներ ձեռնարկի, սրա դեմը առնեն, մեղք են, երևանցին մեղք է, առանցն էլ օդ չկա, հիմա այս պայմաններում պատկերացեք, ամբողջ իրեւ քաղաքի տարբեր ծայրամասերից երևում է ծուխը, գիշերը պիտի այստեղ լինեք, տեսնեք, թե փրկարարները, հրշեջները ոնց էին պայքարում այդ անտեր կրակի դեմ, գուցե հիմա ինձ մեղադրեն, բայց միևնույն է, ես հակված եմ այն կարծիքին, որ սա միտումնավոր վառում են, միտումնավոր։ Ինչ ուզում եք ասեք, հրշեջները այս Նուբարաշենի աղբավայրի ամեն անգամ բռնկված կրակի դեմ հերոսական պայքար են տանում, բայց դե ինչ անեն։ Որոշ դատարկագլուխներ անցյալ անգամ մեղադրում են, թե ես ասել եմ քաղաքապետարան ջրցան մեքենաներ ատվել, բայց չի տվել։ Գոնե կադրերը նայեք, տեսեք, որ տվել են այսօր ծուխը փագեց։ Այն մուրճը պետք է օգտագործվի այսի միտումնավոր վառողների դեմ։ Հեսա իմ տեղեկություններով աղբավայր է ժամանում նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հեսա տեսեք, ասում են չկա, հեսա քաղաքապետարանի ջրատարներն են, նայեք, որ մի ամբաղ-զամբաղ բան գրելուց առաջ, թե հրշեջները չեն աշխատում, ջրատարներ չկա, հեսա ջրատարները։ ԵԱՍՄ Երևանի քաղաքապետարանի ջրատարներն են։ Էսի քաղաքապետարանինն է, չէ՞։ Հա, քաղաքապետարանի ջրատարն է, չէ՞։ Էսի ջրատար է, բայց։ Հա, քոնը։ Հա, էսի աղբատարն է, ջրատարները, հա։ Ջրատարները, հա, տեսել եմ։
Զավեսյան դիմից։ Այս պայն աղբավայր է ժամանել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով իր գլխավոր խորհրդական Կամո Արեյանի հետ արդեն տեղում ծանոթանում են իրավիճակին, բայց նորից պնդում եմ, պետք է քաղաքապետարանին լծակ տալ այն մուրճը, որ վարչապետը ունի, որպեսզի կտրուկ միջոցներ ձեռնարկի քաղաքապետարանը կարողանան սրա դեմը առնել։ Հասարակական կարգից ևս մեծ շոկ կգա, շլագբաում կդրվի, հստակ ավտոյի համարներով իմանում ենք ով ա մտնում, անունով իմանում ենք ով ա մտնում, հենց այդ ռեժիմին էինք գնում։ Հատ 3-4 ամբողջ այս ինստրուկտաժը ավարտեցինք, ես գիշեր հիմա մարելու համար չին կարիք ասպարտ հողն ենք տեղան փոխում, եմ չես հիմա մեր տեխնո բարձած մանից։ Ես չեմ հիշում այս տարվա քանակի բռնկու մեկ տարվա մեջ, չէ, այս տարի հաճախակի է։ Սա երկրորդ բռնկումն է։ Այս մեր վարձակալած այո, այս դա է փրկում գնամ մեզ։ Այս ամբողջ տարածքը ինչ կամարցել։ Սա դարձել ենք հարտակ, պոլիգոն, այն ինչ էսի մեքենայի տեղից ուղիղ գծով հարտակն է պահվում, գալիս է մեքենան դատարկում ու ոչ մի ձևով չի խորանում մեջ, չի ջանում։ Յասանամ փրկում աստեղ։ Լուսավորությունը հենց այսօր պիտի կար վերականգնի։ Կարճ ասած բոլորի ոտը կտրել, ոչ մեկ չի մտնում առանց հստակ իմանալու ինչ նպատակով է մտնում, հերիք եղավ բոլորը։ Всё, պրծա։ Այդ գինոն պրծա։ Դա վերջին կաթիլն է, կաթած։ Պարոն Արյան, այն մուրճը պետք է տան ձեզի, սրա դեմը դու կարողանաք առնեք, այն եսի պետք է տան քաղաքապետարանին։ Հիմա երկու տրակտորն է աշխատում, 8 հատ բեռնատար հող են գրում։ Յասում էի ջրցաններն են և քանի հաշվարկ ունես ստեղ, բայց 5 հաշվարկ արտակարգար ծառայությունն է խորքում աշխատում։ Որպեսզի դժվար չլինի բանանյան, պատասխանված երիտասարդները, քանի սա ամբողջ Ամենան
արդեն այ արա Սրան պրծում չկա էլի ննել Հողա չէ Ախպեր, հողա չէ հող
Դեկտեմբերի 10-ն է, ողջ գիշեր Երևանի հրշեջ փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկներով հրշեջները պայքարել են աղբավայրում, Նուբարաշենի աղբավայրում առաջացած հերթական խոշոր կրակի դեմ ու ժողովուրդ հավատացեք, որ բավականին վտանգավոր ծանր աշխատանք, թե քամին է իր սև գործը արել ողջ գիշեր, թե աղբավայրի այս թունավոր ծուխը։ Հիմա էլ տեսնում եք առավոտյան ժամը, քանցն է տղերք մոտավորապես։ Ժամը 12:00-ն է, հրշեջները շարունակում են նույն աշխատանքը, կարծես թե հաջողվել է կրակի տարածումը կանխել։ Քիչ առաջ հենց տեղում իրավիճակին ծանոթանալու համար աղբավայրեր ժամանե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով բավականին խիստ հանձնարարականներ տվեց, հուսանք, որ այս անգամ բարի կամք չեն դրսևորի, ներողամիտ չեն լինի ու պարտադիր խիստ միջոցներ կձեռնարկի Երևանի քաղաքապետը, թե չէ ինչի նման հրշեջները օրեր շարունակ տանջվելով մարում են կրակը, մի օր, երկու օր հետո ես էլ եմ ասում, այդ կարծիքին եմ, միտումնավոր վառում են։ Արդեն քանի տոննա ջուր եք լցում գիշերվանից։ Բա։ And ջրատորը։
Ես խեշտղեն մի 10 անգամ գնաց եկավ արդեն։ Տոմի հերոս էլ Արեյանն է, մարդը սաղ գիշեր Մելքոնյան Զավենի հետ ստեղ ա եղել Երևանի փրկարարական վարձամ պետի պաշտոնակատարի։ Քաղաքապետարանի ջրատարն է, չէ՞։ Արդեն մի 6-7 անգամ եկել ես, ջուր ես բերել։ Էլ ես հետում բերես։ Հեսա, սա քաղաքապետարանի ջրատարներն են, հետո մի քանի շիզոֆրենիկներ ասում են սատից գրում է քաղաքապետարանի ջրատարներն եկել են, դե եկեք ձեր աչքերով տեսեք, ով է ճիշտ, ես թե ձեր նման տախտակները, չհաշված ես բեռնատարներն է, սա քաղաքապետարանն է բերել, ԵԱՍՄ-ն Ինչ տեսակ ծուխա, որը նայ, ես էլ է պագ է ծուխը, մասան պագել է, եկել եք հերթապահություն, չէ, եկել եք հերթապահություն, չէ, ես մի ժամ աստեղ եմ եղել, Մի ժամա, բան, ի դունե, այ մարդ ես սովոր եմ, եկել եք հերթապահություն, չէ, որ մարդ մուրդ վատանա, բժիշկ այբոլիտը, ուխ, Էսին Երևանը 103-ն է, չէ, Երևանը 103, շտապ օգնություն։ Հոկտեմբերի 9-ն է, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աղբավայր այցելությունից հետո իմ տեղեկություններով քաղաքապետի հանձնարարականով արդեն ժամանել է Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր այստեղ մինչև աշխատանքների ավարտը հերթապահություն են իրականացնելու, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, հրշեջ փրկարար կվատանա,
քաղաքապետարանի այդ ցան մաքրման վարչության աշխատակից կվատանա, ով կվատանա, եթե պետք լինի բժիշկները հրատապ բուժօգնություն ցուցաբերեն։ Աշխատանքները շարունակվում է։ Տենում եք, մենակ վթարի վայրում չեք վիրավորներին օգնում, են եկել եք ստեղել, որ պետք լինի, ես բրիգադին ճանաչում եմ, ժողովուրդ, քանի անգամ վթարի մեջ հայտնված վիրավորներին օգնել են, շուտ հասցրել են հիվանդանոց, բայց մինչև հիվանդանոց հասցնել են, հենց տեղում իրենք են օգնություն ցուցաբերել ու այդ մարդիկ փրկվել են։ Հիմա էլ եկել են ու Բարաշենի աղբավայրում են հերթապահություն իրականացնում։ Ոստիկանության Նուբարաշենի բաժնի օպերատիվ խումբը այստեղ է, բաժնի պետի գլխավորությամբ Հովանեսյանի։ Հովանեսյան, այստեղ եկել եք ինչ անեք։ Թող քաղաքապետարանին լծակ տան, դուխ տան, տես աղբավայրի ոնց է կարգի բերվում։ Այս մարդը արդեն 11 անգամ, չէ, 11 անգամ։ Այս մարդը արդեն 11 անգամ հող է տեղափոխում։ Դա դաժե գիշերվանից։ Բա տենում ես։ Էսի որ ռեստա գնացիր էլի ջուր լցիր եկար, նոր գնացիր եկար, էլի ջուր լցիր հետ եկար, չէ։ Հոկտեմբերի 10-ն է, ժամը 13:00-ն է, Երևանի մի քանի մարտական հաշվարկով հրշեջ փրկարարներ, Երևանի քաղաքապետարանի ԵԱՍՄ-ի աշխատակիցներ շարունակում են Նուբարաշենի աղբավայրում երեկվանից առաջացած խոշոր հրդեհի կրակի դեմ։ Այս պայն կարծես հրշեջներին հաջողվել է մեծ դժվարությամբ կրակի տարածումը կանխել։ ԵԱՍՄ-ի մի քանի բեռնատարներ անընդհատ հող են բերում, լցում են հրշեջների կողմից հանգցրած այդ աղբի վրա։ Երևանի քաղաքապետարանն էլ արդեն 10-ից ավելի, եթե չեմ սխալվում, ամենայն դեպս մոտ 10 ավտոմեքենա տեսա ջրատարներ անընդհատ հրշեջներին ջուր են մատակարարում։ Նախորդ տեղեկացրել էինք, որ աղբավայրեր ժամանե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը
ում հանձնարարականով նաև ժամանել են Երևանի 103 շտաբօգնության բժիշկների հերթապահ ովքեր հերթապահություն են իրականացնում։ Այս բանին տեսնում եք։ Ծուխը որոշ հատվածներում կրակի օջախներ կան ու հրշեջները ժողովուրդ հավատացեք։ Բառեր չի որ ստից ասում եմ։ Մեծ դժվարությամբ վտանգելով են իրանց աշխատանքը կատարում։ Համ քամին է մի պահ խանգարում, համ ծխի թունավոր գազի է, հենց էլ անտանելի հոտ է։ Բայլիս։ Այդ տղերքային են ծուխը չի թողում կան։ Գնացել են հող են տարել, ջուր են տարել, մի դրախ չեն կարում հետ կան ծխի խաթեր։ Վայ։ Բան չլինի այն մարդ։ Հենա տես կրակի օջախներ կան, այսը։ Տես կրակի օջախները կան։ Այնի քաղաքապետարանի տրակտորն այնա գիշերվանից աշխատում է։ Այն խեղճ Կամավարյանը գիշերվանից Մելքոնյան Զավենի հետ մի որ ասեմ ինչա հանեղան կասեմ տանջվան էլի։ Այս դիվանագիտական համարներով ավտոն եկել է ինչը տնդղի։ Տենա Հայաստանում փրկարարները ոնց են իրանց կյանքը վտանգելով աշխատում։ Էսի արահետ էին բացել, են էլ ծուխը փագեց։ Ժողովուրդ ջան։
Մելքոնյանս գիշերվանից տեղն է, թե, բա գիշերվանից։